Կարծում եմ 21 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ ես ունեմ ինչ որ չափի ազդեցություն եւ ինչ որ մի զանգվածի, որի չափի մասին չեմ ուզում խոսալ, կոնսոլիդացման հնարավորություն։ Հիմա պատկերացրեք 21 թվականին ես չմասնակցեի։ Ունենք օրինակը 18 թվականի ընտրությունների դեկտեմբերին։ Հիշում եք։ Մի հատ նայեք ինչ արդյունքներ է եղել։ Եվ ավելի լավ խորհրդարան մենք ունեինք, թե ավելի վատ։ Բավարար է իմ մասնակցության ձայները, ոչ բավարար չի։ Կուզենայինք, որ եւս այլ ուժեր ստեղծվեն, որոնց հետ համագործակցությունը կբերի իրավիճակի փոփոխություն։ Այո, կցանկանանք եւ արտահայտում ենք դրա մասին շատ պարզ եւ հասկանալի ձևով։ Հիմա ինչ վերաբերվում է կոնկրետ ինձ, իմ թիմը մասնակցելու է եւ իդեպ, երբ որ ասում են նախագահների մասին, առաջին նախագահ ՀԱԿ կուսակցության առաջնորդ, ճիշտ է։ Հիմա եթե ՀԱԿ կուսակցությունը մասնակցում է ընտրություններին կամ հայտարարում է, որ մասնակցելու է ընտրությանը, առաջին նախագահը մասնակցում է, թե չի մասնակցում դրանով։ Հանրապետական կուսակցության առաջնորդը երրորդ նախագահն է։ Հանրապետական կուսակցությունը մասնակցել է բոլոր ընտրություններին։ Հիմա կուսակցության մասնակցությունը նշանակում է առաջնորդի մասնակցություն, թե չի նշանակում։ Իհարկե, ոչ մեկը չգիտի այդ դեմքի մասին, հա, եւ հատկապես երբ որ քարոզարշավը սկսում ես դու անել։ Իսկ առաջին նախագահը ինձ իր դեմքով է մասնակցել։ Դրա համար, այսպես ասեմ, Իվանիշվիլին որևէ պաշտոն չի զբաղեցնում Վրաստանում, բայց բոլորը տեսնում են, չէ, որ որևէ կարևոր հարց չի կարող լուծվել առանց իրեն, որովհետև ինքը վրացական երազանք կուսակցության առաջնորդն է, եւ այդ կուսակցությունը իշխող կուսակցություն է։ Այդպիսի վիճակ ունեցել ենք Լեհաստանում, երբ Կաչինսկին որևէ պաշտոն չզբաղեցնելով եղել է իշխող կուսակցության ղեկավարը։ Հիմա ինչն է ավելի լավ։ Դու չերևաս անձամբ քո դեմքով, բայց բոլոր որոշումները կայացնողը լինես, թե դու հենց քո դեմքով երևաս եւ ասես ես այս մասկիրովկան չեմ անում։ Ինչն է ավելի լավ։ Շատ պարզ, ուղղակի այդ հարցին մնալ կուսակցության ղեկավար, ասել ես չեմ մասնակցում կամ կուսակցությունը ասում է ինքը չի մասնակցում, ո՞վ է մասնակցում։ Կուսակցությունը մասնակցում է, ուրեմն ինքն էլ է մասնակցում։ Հիմա ինչ վերաբերում է կոնկրետ իմ դեմքով մասնակցելու կամ չմասնակցելու մասին։ Եթե մեր թիմում հայտնվի մեկը, որը սոցիոլոգիայով ավելի շատ ձայներ կարող է հավաքել, ես միայն ուրախ կլինեմ։ Միայն ուրախ կլինեմ։ Դա պրինցիպիալ հարց չի, դա ուղղակի քաղաքական դաշտի եւ հանրային կարծիքի հետազոտման հարց է։ Կրկնեմ, միայն ուրախ կլինեմ։ Եթե մտածում եք, թե 21 թվականի մեծ հաճույք է ստանում, որ 8-ից 10 հանդիպումներ ունենալ, ամբողջ բանով Հայաստանի Հանրապետությունով պատտվել, իհարկե չէ։ Բայց սոցիոլոգիան շատ հստակ ցույց էր տալիս, որ իմ պարագայում մենք ավելի շատ ձայներ կհավաքենք, քան մեր թիմի յուրաքանչյուրի պարագայում։